Մի վարկյան էլ ու նրան 2.5 կանեին։ Ռեալը շարունակում է բռնության ենթարկել ֆուտբոլասերներին։ Բարեգործական խաղին մարդիկ հետևեցին ֆուտբոլային 18+-ի պոպկորնը ձեռքերում։ Կարճ ասած, true crime ֆուտբոլի շրջանակներում։ Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց խորվաթներին ու դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։ Խաղից առաջ Հայաստանի վարչապետը հաջողություններ մաղթել մեր ընտրանուն։ Տոտենհեմ Մանչեսթեր Սիթի խաղի ժամանակ Ռոդրին շարունակեց ֆլեշմոբն ու Սիթին բաց թողեց հաղթանակը։ Երկնագույնները առաջին խաղակեսում հաղթում էին 2-0 հաշվով, բայց արդյունքում Սոլանկեն հավասարեցրեց հաշիվը։ Կարիճ է այդ տղեն։ Խաղից հետո Ռոդրին բողոքեց մրցավարությունից։ Այն մրցավարից բողոքեց, որը առնվազն 2 անգամ կարող էր նրան երկրորդ դեղինով հեռացնել դաշտից։ Աչքիս վարչապետի հաջորդ համերգին իսպանացին դուդուկ նվագի։ Դի Մարիան էլ սաքսոֆոն։ Այո, արգենտինացին շարունակում է հայրենիքում ուրախություն պարգևել հայրենակիցներին, իսկ Լեո Մեսին շարունակում է մնալ Ամերիկայում։ MLS-ի նոր մրցաշրջանին պատրաստվելիս ընկերական խաղերից մեկի ժամանակ Լեո Մեսիի հանդեպ մրցակցի խաղացողներից մեկը իրեն ճիշտ չպահեց։ 8 հիմակիցները միանգամից գնացին հաշվեհարդար տեսնելու։ Հիմա կմտածեք, թե այդ ամենի կիզակետում էր Լեոն։ Միամիտներ։ Ուպս։ Բա կարող է իզուրա ընկերներին հավաքել կողքը, թիկնապահներին։ Լեոն հանդիպել էր նաև Ռենե Հիգուիտային, իսկական կարիճին։ Այս լեգենդար դարպասապահը կրկնեց իր հայտնի տրյուկը։ Եկեք վերադառնանք Անգլիա, որտեղ էլի կարիճ դրվագներ եղան։ Օրինակ Չելսի Վեսթ Հեմ խաղի վերջում իմ ու Գլոբի պես նեյտրալ երկրպագուների համար մի հատ չքնաղ իրադարձություններ եղան շատ զվարճալի։ Լոնդոնյան թիմը նոր գլխավոր մարզիչը Լիամ Ռոսենյորի գլխավորությամբ ուղակի տպավորում է առաջին հերթին կամային հատկանիշներով։ Այդ չագուճների դեմ խաղը հեշտ չդասավորվեց։ Առաջին խաղակեսում պարտվում էին 2-0 հաշվով, բայց Ժոաու Պետրոյի ջանքերով թիմը կարողացավ հետ գալ։ Բրազիլացին նախ կրճատեց հաշվի տարբերությունը, հետո հենց նրա փոխանցումից Ֆերնանդեսը կարողացավ հաղթական գոլը խփել ու գնալ տոնելու։ Համոզվել, բայց սա չէր այս խաղի ամենահամով մասը։ Դա թողնում ենք ամենավերջում։ Միայն ասեմ, որ Ադամա Տրաուրեն չդիմացավ, չհամակերպվեց պարտությանն ու մախին տվեց։ Իդ վիդեո ունեմ մոտավորապես Տրաուրե ստայլա։ Հələ։ Լավ, հերիքա պրոֆեսիոնալ ֆուտբոլից խոսենք, եկեք մի քիչ էլ սիրողական, բարեգործական խաղի անդրադառնանք, հատկապես որ այնտեղ էր մեր կոլեգա Միսթր Բիստը։ Այս խաղի ժամանակ առաջին անգամ տեսանք գործողության մեջ սեքսուալնի ֆուտբոլի պատառիկներ։ Մինչ Դիեգո Կոստան գոլ էր խփում, այս երկու եսիմ ովքեր թե ինչի նստեցին իրար դեմքի, մարդ բան չհասկացա։ Կարող է նրանցից են։ KFC պարապող, դժվար։ Դիեգո Կոստան այս խաղում ուղղակի աննման էր, անգամ մկրատներ էր անում։ Ասում եմ, կարող է վերադառնա Ատլետիկո մի քիչ դզի թիմը։ Իսկ Ռիբերին շատ լավ կարող է ինտեգրվել Ռեալում, թե ինչու կիմանաք հակահերոսների բաժնում։ Բայց լավ, անցնենք խաղի գլխավոր պահին, երբ մեր կոլեգա մի քիչ ավելի հայտնի Միսթր Բիստը ափաշկյարա $10,000 տվեց դարպասապահին մրցակցի, որպեսզի դատարկ դարպասին կարողանա գոլ խփել 11 մետրանոցից։ Ու այդ պահի երևի Լապորտան ու Պերեսը թե բա իսենց կարելի էր։ Վռոն սկզբից չեմուչում անում, թե բա ես չեմ դավաճանի իմ շտանգեքին։ Բայց հերիքա նրան հիշեցնեին հունվար ամսվա կոմունալները ու նրա չոքերը թուլացան։ Վերջում էլ թե բա ձևական ոչ, բայց արդեն ուշ էր։ Ռոնալդոյի աշակերտը հստակ էր իրացրել այդ դժվար հարվածն ու եւս մի քանի միլիոնով ավելացրել իր հետևորդների քանակը։ Երկու տարբերակ եմ առաջարկում, կամ այնքան բաժանորդագրվեք, որ հասնենք Միսթր Բիստին, կամ էլ փող տվեք
Բայց այստեղ պարտադիր չի հասնել նրան ինչքան կարակ այդքան գազանանոցում թոշակս բարձրացնեն ես կօգնեմ։ Այս խաղից հետո էլ տեղի ունեցավ հետաքրքրական դրվագ։ Էդեն Ազարը խոսեց իր Ռեալ տեղափոխվելու մասին։ Իհարկե Բարսելոնան թոփ-ակումբ է, բայց Ռեալը ուրիշ մակարդակամ։ Կարիերայիս առաջին օրվանից ցանկանում էի խաղալ այնտեղ։ Դա իմ ամենամեծ երազանքն էր։ Ես իհարկե Ազարին շատ եմ հավանում նրա խաղաոճը, հատկապես Չելսիում, բայց ուշադրություն 7 գոլ 12 գոլային փոխանցում։ Նրա վիճակագրությունն է Մադրիդի Ռեալում ու ուշադրություն 4 տարում։ Այսքանից հետո ավելի տրամաբանական կլիներ, եթե ասեր, որ զզվում է Ռեալից ու գնացել է այնտեղ միայն ու միայն ներսից քանդելու համար։ Ու вообще ոնց որ падգամավոր լինի։ Այսինքն, դե բան չէր անում, բայց մեկը աշխատավարձ էր ստանում։ Պարքեվավճարն էլ բուրգերի տեսքով էր։ Լավ, Ռեալի տխուր խաղին, հերոս հակահերոսներին ու կատաղած Տրաուրեին դեռ կանդրադառնանք։ Հիմա ծանոթացեք առաջիկա խաղերի։ Փետրվարի 4-ին Իսպանիայի արքայական գավաթի 4-րդ եզրափակում Ալբասետեն կընդունի Բարսելոնային, իսկ Անգլիայում Արսենալ-Չելսի պատասխան խաղը կլինի Անգլիայի լիգայի կիսաեզրափակում։ Փետրվարի 5-ին մյուս կիսաեզրափակիչ պատասխան խաղը Նյուքասլի ու Մանչեսթեր Սիթիի միջև։ Իտալիայում էլ գավաթային խաղ կա Ինտերի ու Տորինոյի միջև 4-րդ եզրափակում։ Եվս մի իտալական 4-րդ եզրափակիչ Ատալանտայի ու Յուվենտուսի միջև փետրվարի 6-ին։ Հանգստյան օրերին գլխավոր հակահերոսը Մադրիդի Ռեալն էր, բայց կրել են։ Վայ այդ կրելուն, վայ։ Ես գիտեմ հիմա Ռեալի ֆաները գուցե ինձ սկսեն ատել, բայց այդ թիմի խաղին հետևել չի լինում։ Ներքին ֆուտբոլային համայնքներում այդպիսի խաղերը կոչվում են սվարկա։ Ռայո Վալեկանոյի հետ խաղն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Ռեալի։ Նրանք վերջին վայրկյաններին կարողացան համոզել մրցավարին, որ 11 մետրանոց նշանակի։ Իսկ մինչ այդ Temere Escuderos having a Հա, բայց իրա գոլը տեսար։ Նրա տաղանդը երբեք էլ հարցականի տակ չի, բայց սրան ինչ կասեք։ 1-1 հաշվի ժամանակ, երբ թիմը որ ճղում է, որ ինչ որ բան փոխի, բայց միևնույնն է, չի ստացվում, սա ալարում է անգամ մի քայլ ավել գցի ու փորձի գոնե գնդակ խլել։ Չգիտեմ դուք ոնց, բայց դա ինձ համար ցուցիչ է։ Իսկ գուցե վատ էին խաղում, քանի որ գնդակներ թսկած, հը՞։ Հա, լավն էր։ Երևի հենց այդ գնդակի համար էլ գրվում էին իրար հետ, թե բա գնդակս տվեք, գնամ տուն ախպեր։ Տրամադրությունները հակահերոսային են նաև Հռոմում։ Լացիոյի ֆաները բունտ են անում ակումբի ղեկավարության դեմ ու ի նշան բողոքի չէին գնացել Ջենոայի դեմ տնային խաղին։ Հռոմեական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով երկար ժամանակ զրկված էր տրանսֆերներ կատարելու իրավունքից։ Ֆաների կարծիքով այդ ամենի պատճառը ակումբի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն է։ Չնայած դատարկ ստադիոնների, տանտերերը կարողացան հաղթանակը պոկել ավելացված 10-րդ րոպեին։ Բայց լուրջ եմ ասում, եթե հեռարձակումը հանեինք ու դնեինք մեր առաջնության հեռարձակումը, ոչ մի բանով չէր տարբերվի։ Երևի Արարատ Արմենիա Ուրարտու խաղը շատ ավելի հետաքրքիր լիներ։ Քրիշտիանո Ռոնալդոյի ու արաբական ֆուտբոլի միջև սիրային կապը կարծես թե ճակատից։ Բավականին հեղինակավոր կայքեր գրում են, որ պորտուգալացին նեղացած է իրեն աշխատավարձ վճարողներից։ Հենց տենց էլ գրում են։ Ես որ լինեի, հենց տենց էլ կգրեի։ Ռոնալդոն դժգոհ է փիֆի պահվածքից։ Իսկ եթե չգիտեք, թե ինչ է փիֆը, ապա կարող եք գնալ եւ նայել Ռոնալդոյի մասին մեր տեսանյութը, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչ է PIF-ը։ Այսպիսով PIF-ը Public Investment Fund-ը հովանավորում է Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի զարգացման ակումբներին, ու ահա վերջերս նորություններ տարածվեցին, որ ըստ Ռոնալդոյի նրանք շատ ավելի քիչ են ուշադրություն դարձնում Ալ-Նասրին ի համեմատ այլ ակումբների։ Այդ պատճառով Քրիշը սպառնացել է, որ մյուս խաղին դաշտ դուրս չի գա։ Դրան էլ գումարում ենք Բենզեմայի վերջին դժգոհությունները նույն արաբական աշխարհից ու ոնց որ թե արաբական ֆուտբոլային փուչիկը տրակում, հա։ Manchester United-ը մեր առաջին բացարձակ հերոսն է ու այն ինչ անում է կարիքը ընդհանրապես բացատրության կարիք չունի։
Բոլոր ֆուտբոլիստները ուղակի բոմբում են, իսկ Կազեմիրոն դարձել է Ռոնալդինյո։ Սա Ֆուլհեմի դեմ խաղում Յունայթեդի երկրորդ գոլն է, որը կրկին խփեց Կունյան, մինչ այդ Կազեմիրոն բացել էր խաղի հաշիվը։ Ընդհանրապես նա իրեն զգում էր ինչպես Ռեալում։ Ռեալում? Լավ վախտերի Ռեալում։ Բայց կարիքը փոխարինեց նրան, ինչը դժգոհություն առաջացրեց բրազիլացու մոտ։ Արա մեկը չկա, ասի կուրտկետ թարս է սաքել։ Յունայթեդում ժամանակակից նորաձևության բումը։ Բայց դա կարևոր չի։ Շեշկոն երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում ու Յունայթեդին հաղթանակ է բերում, այդպիսով հետաձգելով Ֆերգյուսոնի երկար ճամփորդությունը։ Մեր հերոսներից է նաև Լիվերպուլը ու առանձնակի Ֆլորիան Վիրցը։ Գերմանացին, ինչպես երևում է, հաղթահարեց դժվարությունը, չնեղացավ, որ նրան ասում էին ագենտ 007, որոշ դեպքերում գյով։ Ամեն քննադատությունից հետո չսկսեց լաց լինել։ Նա շարունակեց գլուխը կախ աշխատել ու վերջին ամիսներին ուղակի փայլատակում է։ Նյուքասլի դեմ խաղում էլ գոլի հեղինակ դարձավ, կատարեց գոլային փոխանցում Հուգո Էկտիտիկեին, որն էլ իր հերթին դուբլի հեղինակ էր դարձել։ Լիվերպուլը ուղակի փայլեց Նյուքասլի դեմ խաղում, հաղթելով 4-1 հաշվով։ Այսպիսով Արնե Սլոտը երկարաձգում է իր աշխատանքը Էնֆիլդում։ Բարսելոնայի համար ընթացիկ մրցաշրջանը կարելի է զեբր համարել։ Արևանից ինչի հիշեցիր։ Դե մեկ սպիտակ գիծա, մեկ սև։ Կոնկրետ հիմա սպիտակի վրա են։ 2026 թվականի բոլոր խաղերից ընդամենը մեկում են պարտվել։ Խաղում են ուրախ ֆուտբոլ։ Յամալը վերադարձնում է իր երբեմնի ազդեցիկ խաղը, Ռաֆինյան էլ մազերն է կտրել։ Դե ինչ, ժամանակն է անցնել բռնությանը։ Ինչպես հիշում եք, Չելսին կարողացավ վերջին րոպեներին պոկել հաղթանակը Վեսթ Հեմի բերանից, ավելի ճիշտ Տրաուրեի բերանից։ Դրան հետ մեկտեղ նաև կարողացան պոկել Ժոաու Պեդրոին, թե չէ կուլ էր տալիս։ Նա նախ Կուկուրելիային նետեց աղբար գղամ, երևի նրա համար, որ հավասարեցրել էր հաշիվը, ու գնում էր մրցավարի վրա, երբ Պեդրոն արեց ճակատագրական հրում։ Oh no! Մի հատ հələ հայացքին նայեք, տպավորությունա, որ հեսա կկիսի։ Լավը անկնում են մեջները ու չի կարողանում հասցնել ավարտին իր մտածածը, չնայած իր խաղանկեր Տոդիբոն, որը համեմատաբար ավելի փոքր չագուչ է, եկավ գործը շարունակելու։ Ոնց որ զազ։ Լավ, վերջ, ինչպես ասում են, չագուչը մնում է չագուչ, մեխ է ման գալիս, որ ծռի։